Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն օր հունվարի 5 Ես զորացրել եմ քեզ Եսայի 41-րդ գլուխ 10-րդ խոսք Երբ կանչվում ենք ծառայելու կամ տառապելու, մենք գնահատում ենք մեր ուժերը և պարզում, որ այն շատ պակաս է, քան կարծում էինք և քան մեզ անհրաժեշտ է, բայց եկեք չհուսահատվենք, քանի դեռ ունենք այսպիսի խոսք, որի վրա կարող ենք հենվել, քանի որ այն մեզ երաշխավորում է այն ամենը, ինչ մեզ կարող է անհրաժեշտ լինել։ Աստված ունի ամենակարող զորություն, և այդ զորությունը նա կարող է հաղորդել մեզ, և նրա խոստումն է, որ այդպես էլ պիտի անի և արել է։ Նա պիտի լինի մեր հոգիների կերակուրը և մեր սրտերի առողջությունը, և այդպիսով նա պիտի շնորհի մեզ զորությունը։ Չկա չափ, որով կարելի է սահմանել, թե որքան զորություն կարող է Աստված ներդնել մարդու մեջ։ Երբ աստվածային զորությունը գալիս է, մարդկային թուլությունը այլևս խոչընդոտ չէ։ Միթե չենք հիշում այն դժվարությունների ու փորձությունների ժամանակները, երբ մենք այնպիսի արտասովոր ուժ էինք ստանում, որ զարմանում էինք ինքներս մեզ վրա։ Վտանգի մեջ մենք հանգիստ էինք, վշտի մեջ խոնարհ, զրպարտության մեջ զսպված, իսկ հիվանդության մեջ համբերատար։ Իրականությունն այն է, որ Աստված անսպասելի զորություն է շնորհում, երբ անսովոր փորձությունների ենք հանդիպում։ Մենք վեր ենք բարձրանում մեր իսկ տկար անձերից, վախկոտները դառնում են քաջ, անխոհեմներին իմաստություն է տրվում, իսկ լռակյացները նույն ժամին ստանում են այն խոսքը, ինչ պիտի խոսեն։ Մեր սեփական թուլությունը մեզ վախեցնում է, իսկ Աստծո խոստումը մեզ քաջություն է տալիս։ Տեր, զորացրու մեզ քո խոսքի համաձայն։